Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա մի խումբ քաղաքացիներ Երևանում վարձակալել են բնակելի շինության նկուղային հարկի գրասենյակային տարածքը, կահավորել այն համակարգչային հատուկ տեխնիկայով եւ իրականացնում են համակարգչային հափշտակություններ։ Օպերատիվ տեղեկությունների համակողմանի ուսումնասիրության հիման վրա քննչական կոմիտե է ներկայացվել հանցագործության մասին հաղորդում, նախաձեռնվել է քրեական վարույթ եւ ահա մարտի 17-ին քրեական ոստիկանության եւ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության վարչության ծառայողները նշված հասցեում իրականացրել են անակնկալ խուզարկություն։ Համակարգված գործողությունների արդյունքում իրավապահները հայտնաբերել են կիբերհանցագործություններով զբաղվող խմբի անդամներին։ Դեպքի վայրից առգրավվել է հանցավոր մեխանիզմի կիրառման համար նախատեսված տեխնիկան, համակարգիչներ, բջջային հեռախոսներ, օտարերկրյա բջջային հեռախոսակարգեր, հանցավոր գործունեությունը համակարգող ուղեցույցներ, ինչպես նաև քննության համար առանցքային նշանակություն ունեցող այլ ապացույցներ։ Իրավապահները պարզել են, որ խումբը գործել է նախապես պլանավորված փուլային հանցավոր սխեմայով, օգտագործելով թվային տիրույթում հայտնի ռոմանտիկ սկամ մեթոդը։ Հանցավոր այս մեխանիզմի հիմքում հոգեբանական ներազդման եւ թվային խաբեության համադրումներ։ Այլ կերպ ասած, խմբի անդամները թաքցնելով իրենց ինքնությունն ու գտնվելու վայրը, ծանոթությունների հավելվածներում, ինչպես նաեւ Telegram եւ WhatsApp հարթակներում ստեղծել էին կեղծ օգտահաշիվներ։ Ներկայանալով որպես բարետես արտաքինով երիտասարդ աղջիկներ, նրանք թիրախավորված անձանց հետ վարել են մշակված սցենարներով սիրային նամակագրություն։ Պոտենցիալ զոհերի հավաքագրումը հիմնականում իրականացրել էին Telegram հավելվածի տարբեր զրուցարաններում։ Շահելով քաղաքացիների վստահությունը, հանցավոր խմբի անդամները տարբեր պատրվակներով նրանց ուղղորդել էին կեղծ ֆիշինգային կայքեր, որոնք քողարկված են եղել որպես առցանց գնումների հարթակներ։ Արդյունքում չարաշահելով նրանց հուզական վիճակն ու վստահությունը, ենթադրյալ հանցագործները դրդել են կատարել վճարումներ, հափշտակելով ֆինանսական միջոցները։ Պարզվել է նաև, որ հափշտակված գումարները դրածո միջնորդների օգնությամբ կանխիկացվել են օտարերկրյա պետությունում եւ այնուհետև փոխակերպվել կրիպտոարժույթի։ Ներկայումս իրականացվում են վարույթային գործողություններ, հանցավոր գործունեությունը իրականացնող խմբի բոլոր անդամներին հայտնաբերելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է։